այդպիսի երկակի ստանդարտների կիրառումից։ Հեծը պետականացնելու վարչապետի հայտարարությունից ամիսներ են անցել, այս ընթացքում օրենքներ ընդունվեցին, ժամանակավոր կառավարիչ նշանակվեց եւ հիմա վարույթ կա նաեւ։ Ուզում եմ հարցնել կառավարության քաղաքական իշխանության քաղաքական դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ հեծը պետք է պետականացվի, թե կառավարիչ փոխելով հարցը փակվեց իշխանության համար։ Կառավարիչ չի փոխվել, կառավարիչը ժամանակավոր կառավարիչ է եւ եթե տեսնենք հրապարակումները ժամանակավոր կառավարիչի կողմից եւ ոչ միայն կտեսնենք, որ այնտեղ բազմաթիվ խնդիրներ են արձանագրված, բայց քանի որ այդ խնդիրներին նաեւ քրեական, այսինքն դատա իրավական գնահատական տալու անհրաժեշտություն կա եւ գիտեմ, որ գործընկերները դիմել են նաեւ համապատասխան կառույցներին, զերծ կմնամ այդ խնդիրները մեկնաբանելուց, ուղղակի կուզեմ ասել, որ այն ենթադրությունները, որը կար պետության համար կրիտիկական նշանակության ենթակառուցվածքների կառավարման ոչ արդյունավետության մասով, առնվազն այդ ամենի մասով էսպային ուսումնասիրություններ կան եւ արդեն նաեւ նախնական արդյունքներ կան, որի մասով պիտի նորից ասեմ, ժամանակավոր կառավարիչը դիմել է համապատասխան ուրեմն մարմիններին։ Ազգայնացնելու հետ կապված սա շարունակում է մնալ ձեր օրակարգում, փոխել եք մտադրությունը եւ այն ինչ հիմա արվեց, այսինքն այն փոփոխությունները, որ տեղի ունեցան, բավարարում են ձեզ եւ այսպես կշարունակվի։ Փոփոխությունները մեզ չեն բավարարում, բայց ամբողջ ծավալով ուսումնասիրություն անցկացնելուց հետո նոր մենք կմեկնաբանենք հաջորդ մեր պատկերացումը այս մասով։ Այսինքն ազգայնացման հարցը հիմա ձեր օրակարգում կա, թե չկա, պարոն Խուդացյան։ Ամբողջ ծավալով ուսումնասիրություն իրականացնելուց հետո այդ հարցին կպատասխանենք։ Այդ դեպքում ինչպես եք առանց ուսումնասիրության ասում, որ պետք է ազգայնացվի։ Մենք նախնական ուսումնասիրություններ ենք իրականացրել, որը ամբողջությամբ փառատվում է նաև այս պահին իրականացվող ուսումնասիրությունների մեջ։ Այսինքն նախնական ուսումնասիրությամբ ասում եք պետք է ազգայնացվի։ Հարցի հասցեատերը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է։ Խնդրում եմ մի մեկնաբանեք, որ ես ասում եմ չի ազգայնացվի, ես ասում եմ, երբ որ հաջորդ քայլում մենք ձեզ ասելիք ունենանք, վստահաբար այդ ասելիքը կասենք այնպես, ինչպես նախորդ քայլում ենք ասել ձեզ։ Պարոն Խարը վերադառնալով վաղ շաբաթ խոշորացված։ Չէ, բայց ես նա հետ կապված հարցում է, եթե կարելի է շարունակենք։ Էներգետիկ թեման ամփոփենք, տեղափոխվենք վաղ շաբաթ։ Բանի ԿՊ համագումարի ժամանակ կոնկրետ երկու սցենար նկարագրեց, թե ինչ պետք է լինի հետ։ Գնում ենք վարչապետի նկարագրած սցենարների մասով, երկու սցենարներից որ սցենարով են գնում, դրա մասին լրացուցիչ կասենք, անհրաժեշտ ուսումնասիրություն անցնել։ Կա անկախ մարմնի կողմից եւ դուք արդեն գնում եք վարչապետի նկարագրած սցենարների Այն խնդիրները, որոնք արձանագրվել են, այդ խնդիրների հանգուցալուծումը պիտի լինի այդ սցենարներից մեկը եւ սրա մասին է եղել հեծի շուրջ ծավալվող ամբողջ իրադարձությունները։ Ինչ պետք է անեք։ Ոչ, մենք չենք որոշել, ես ասում եմ, մեր նախնական ուսումնասիրությունները առնվազն մեզ մտահոգում են եւ շատ ավելի են մտահոգում, քան նույնիսկ կարող ենք պատկերացնել նախնական փուլում, բայց քանի որ հեծի ժամանակավոր կառավարիչը այս հարցով դիմել է ուրեմն համապատասխան կառույցներին, ես զերծ կմնամ այդ ուսումնասիրությունների արդյունքները մեկնաբանելուց։ Իսկ ինչու նույն հետևողականությամբ չեք զբաղվում նաև վիոլա ջրի։ Վիոլա ջրի ենթակառուցվածքները Զանգեր են հնչում անգամ որակի հետ կապված եւ այլն։ Շատ լավ, եթե դուք լսեիք քիչ առաջ իմ զեկույցը, որը հարց ու պատասխանի ժամանակ հնարավորություն ունեցա անդրադառնալու ուրեմն ջրային ենթակառուցվածքներին եւ ուրբաթ օրը ամբողջությամբ այդ ենթակառուցվածքների մասով մեր պատկերացումներին, այդ թվում նաև վիոլա ջրի գործունեությանը կանդրադառնանք, որովհետև զեկույցի այն հատվածը, որ այսօր ներկայացրի, ջրային ոլորտին չէր վերաբերվում։ Մի առանցքային տարբերություն պիտի ասեմ, վիոլա ջրի ենթակառուցվածքները դրանք պետական ենթակառուցվածքներ են եւ այնտեղ վիոլա ջուրը ոչ թե սեփականատեր է, այլ հավատարմագրային կառավարում իրականացնող եւ եթե դուք ակնարկում եք պետականացնելու մասը, ես պիտի ասեմ, այո, մենք քննարկում ենք շատ նույնքան հետևողական ենք անում, մենք ջրային ոլորտի ենթակառուցվածքների եւ ջրային ոլորտին առնչված հարցերի մասով վարչապետի հանձնարարությամբ կա ստեղծված օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, մենք նույնիսկ շաբաթը շատ հաճախ 2-3 անգամ հանդիպում ենք քննարկելու ջրային ենթակառուցվածքներին ջրային ոլորտի զարգացմանը, վիոլա ջրի գործունեությանը, ես իմ հարցը, հարգելի գործընկերներ, թույլ տվեք ես չեմ պատասխանի հարցերին, եթե դուք ընդհատեք ինձ, ես նորից եմ ասում, ինչպես պայմանավորվել ենք, եկել եմ ձեր բոլոր հարցերին պատասխանելու, վիոլա ջրի մասով այս պահին
աշխատանքային process-ը շարունակում է, դրանք պետական ենթակառուցվածքներ են, եթե այլ միջամտելու կարիք լինի, վստահաբար մենք կմիջամտենք։ Եթե չենք միջամտում, ուրեմն կարիքը չկա։ Այսինքն այնտեղ այդքան կրիտիկական չի վիճակը, որ մի քպական պաշտոնյա գործչի էլ այնտեղ ուղարկեք, որ ամենօրյա ռեժիմով մարդիկ տեղեկանան այնտեղ ինչ խնդիրներ կան, ինչ Վստահաբար դուք չեք պատկերացնում ուրեմն կառավարման ձևը վիոլա ջրում, որովհետև նորից պիտի ասեմ, այդ ենթակառուցվածքը պետական ենթակառուցվածք է եւ այնտեղ մարդ ուղարկելու շատ լավ կառավարման process-ում մարդ ուղարկելու հարց չենք քննարկում եւ այդպիսի հարց մեր օրակարգում չկա, փորձում ենք հասկանալի դառնա ինչու է այս վիճակը, ինչու են մարդիկ բողոքում։ Այնտեղ այս վիճակը հասկանալի է դարձել եւ շարունակում է եւ վիոլա ջուրը եւ պետությունը ներդրումներ իրականացնել այդ ենթակառուցվածքի զարգացման արդիականացման ուղղությամբ։ Պարոն Կուտակյան, միակարծել նշանակում է պետությունը ստացվում է դուք հիմա հետի հետ կապված պետականացման գործընթաց եք սկսում։ Ստացվում է պետությունը վատ է կառավարում, ստացվում է ստացվում։ Դա ձեր գնահատականն է, որի հետ ես համաձայն չեմ։ Խնդիրները գնալով մեծանում են, ոչ մի կոնկրետ լուծումներ չկան, նշանակում է եթե պետական կառավարմանը հանձնված, վատ է կառավարում պետությունը։ Պետական կառավարմանը հանձնված չի, հավատարմագրային կառավարմանը հանձնված, ենթակառուցվածքն է պետական, դա ասեցի այն տրամաբանության մեջ, որ այնտեղ ազգայնացնելու, պետականացնելու անհրաժեշտություն եւ խնդիր չկա, մի պարզ պատճառով, որովհետեւ այն ինչ դուք քննարկում եք պետականացնել, դա արդեն պետական է։ Բանահար կներեք 2022 թվականից ի վեր վիոլա ջուրը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին եւ ջրային կոմիտեին չի ներկայացրել տեխնիկական աուդիտ եւ ըստ էության Պարոն Կիրակոսյան, շատ լավ սկսեցիք հարցը, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, եթե չի ներկայացել, խնդրեմ հարցը ուղղեք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։ Ես այդպիսի ինֆորմացիա չունեմ եւ անկեղծ ասած հետաքրքրվածություն էլ չունեմ եւ ինֆորմացիային չեմ տիրապետում այդ բարձ պատճառով։ Պարոն Կուտակյան,